Ալո։ Բարև սիրունս։ Ոնց ես։ Կարոտել է իրենց, չէ։ Կարեն։ Չհամարձակվես անջատել։ Եթե անջատեցիր, ներս եմ մտնելու։ Գիտեմ տանը մենակ ես։ Ինչ։ Մտածում էիր ամեն ինչ վերջացել, հա։ Ինչի ես զանգել։ Դու ոնց ես համարձակվել նորից այս համարը հավաքես։ Ես հենց հիմա Արշակին եմ ասելու։ Ասա։ Եթե ուզում ես Արշակիդ վեր չտամ, ասա։ Ինչ։ Լսի, ինձ փող ա պետք։ Ու շատ։ Ու այդ փողը դու ես ինձ տալու։ Թե չէ Արշակիդ ու Նորոյիդ կյանքը դժոխք եմ դարձնելու։ Նոր դե լավ ասա, ինչ էիք խոսում Ռոբի հետ։ Հա, շատ եմ ուզում իմանալ, որովհետև այս վերջին շրջանում Ռոբը իրան նման չի։ Անընդհատ ինչ-որ բան է ուզում ասի, բայց չի ասում։ Ու ես անհանգստանում եմ։ Անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է։ Դե որ ամեն ինչ նորմալ է, ասա ինչ եք խոսացել։ Ինձ թվում է այն ինչ ինքը ուզում է ինձ ասի, քեզ է ասել։ Ալին որ ճիշտն ասեմ, կոֆե եմ ուզում խմեմ։ Մի բաժակ կոֆե բերելի խմեմ ու գնամ իմ գործերով, հա։ Կլինի։ Այս ցրելու հին մեթոդներից է, չէ՞։ Լսի, ես քեզանից չեմ վախենում։ Դու ոչ մի բան չես կարող անես, ոչ Արշակին, ոչ էլ Նորոյին։ Սխալվում ես, բալիկ ջան։ Կարամ։ Այն մարդը, որ բան չունի կորցնելու, ամեն ինչ էլ կարա անի, հասկացար։ Կարա քո կյանքը դժոխք դարձնի։ Կարեն ուղակի գրողի ծոցը գնա։ Արի հանդիպենք։ Արի հանդիպենք ու ես քեզ ամեն ինչ կպատմեմ, խոստանում եմ, ես քեզ ամեն ինչ կպատմեմ Լաննայի մասին։ Դու կիմանաս ով է Լաննան։ Քեզ խոստանում եմ։ Լսի, եթե ինձ փող պետք չլիներ, դու ես ամեն ինչը ձրի էիր իմանալու։ Հետո ես քո կյանքից թողելու էի ու գնայի։ Կարեն ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, ոչ քո մասին, ոչ էլ քո ստախոս կնոջ։ Ես ինչ գիտեմ, ինձ արդեն լրիվ հերիք ա Լաննայի մասին։ Մագդա, ինչ ա եղել։ Ինչ ես սենց լարված։ Ով ա զանգել։ Մտածի Կարեն, մտածի արդեն ուշ ա, մի բան պետք է անես, մտածի։ Հա, հաս։ Ձեր տան մոտի այգում եմ կգաս։ Ինչի տուն չես գալիս։ Որովհետև ուզում եմ խոսենք ու վերջապես հասկանանք, թե մեր առաջին քայլը որն է լինելու։ Խոսացիր Էդոյի հետ, հա։ Հա, արի կպատմեմ էլիս։ Լավ գալիս է։ Լարված չեմ։ Ես հիմա իմ աչքի տեսածին հավատամ, թե քո ասածին։ Ով էր զանգում։ Կարենը։ Ես քեզ խոսք էի տվել, որ չեմ խաբելու, դրա համար եմ ասում։ Ինչ էր ասում։ Սպառնում էր, փող էր ուզում ու ասում էր, որ քեզ ու Նորոյին կվնասի։ Դու դրան նայի։ Ես քեզ չեմ ասել դրա զանգերին չպատասխանես։ Արշակ անծանոթ համարից էր զանգում, դրա համար եմ պատասխանել։ Արդեն այդ լակոտը չափերն անցնում է։ Իբր ասեցի ինձ մարդու պես պահեմ։ Բայց էլ համբերությունս չի հերիքում, արդեն դրան դաս տալու ժամանակ եկել է։ Ես չեմ ուզում դու իրա պատճառով խնդիրների մեջ հայտնվես։ Ինքը ոչ մի բան չի կարող անի։ Ինքը ուղղակի ուզում է բառերով իմ վրա ազդի, բայց ես Մագդա, ես կյանքում ոչ մեկ իրավունք չունի իմ քրոջը վախեցնի։ Լսում ես, ոչ մեկ։
Հաստատ մտածելա, որ ես եմ հարցնում։ Ինձ է հետաքրքիրով այդ աղջիկը դրա համար էլ հարցի չի պատասխանել։ Էլիս ուղղակի Էդոն չի ուզում լսի։ Ոչ ուզում է լսի, ոչ ուզում է հասկանա։ Ինձ թվում է շատ շուտով մենք մեր ընկերությունն էլ ենք կորցնելու։ Մենք մեր ընկերությունը արդեն կորցրել ենք։ Առաջ ինչ էլ լիներ, ընկերությունը անձնականին չենք խառնում, իսկ հիմա որովհետև էլիս մենք միշտ ուզում ենք լինենք մեր սիրած մարդկանց ընկեր, բայց չի ստացվում։ Հա, ես Էդոյի հետ խոսակցության ժամանակ շեշտեցի ընկերությունը, փորձեցի ինչ-որ ձև ազդել, բայց ոչ մի բան չփոխեց էլիս։ Որովհետև մենք մտածում ենք, որ կարանք ընկեր լինենք այն մարդկանց, ում սիրում ենք, բայց որ խորը մտածում եմ, հասկանում եմ, որ այդ տենց չի կարա լինի։ Չգիտեմ, հաս, շատ բարդ է։ Ու ամենավատը գիտես որն է։ Որն է։ Որ հիմա նորոն սկսել է Արշակենց տուն ավելի շատ գնալ։ Ու եթե մենք հիմա ինչ-որ բան չանենք, կկորցնենք հաստատ այս ամեն ինչ ու ավելի վատ վիճակում կհայտնվենք։ Էդո ջան, նստի կարևոր բան կա խոսալու։ Ինչ ա եղել։ Նստի ասում եմ։ Այդ Կարենն ան նորից զանգել։ Ինչ։ Հետո։ Փող ա ուզել, չգիտեմ ինչեր ա ասել, վախեցրել ա, որ կվնասի ինձ ու Նորոյին։ Լավ ա Մագդան այս անգամ չի հավատացել ու ինձ ասեց։ Դու հետաքրքրվում էր, չէ՞։ Բա ոնց ա որ մինչև հիմա չես գտե Աշոկը բար։ Որովհետև այդ լակուտը բունը փոխում ա Էդո։ Այդ հաստատ քաղաքում չի ապրում։ Երևի մոտակա գյուղեր մամունում կամ չգիտեմ գետնի տակն է անցել։ Լավ, ինչքան պիտի այդ անասունը հանգիստ ինչ ուզենա անի։ Ինչքան։ Լավ, հանգստացի Էդո։ Դեռ վերես արդեն չի երիքում։ Ես ինչ ա եղել, ում մասին եք խոսում։ Ես ոչ մի րոպե Նորոյին ընկերոջ աչքով չեմ նայել։ Հա, ձևացրել եմ, որ ընկերներ ենք։ Բայց մեկ այն տված ջերմությունը միշտ էլ ավելին է եղել էլիս։ Ես այսօր կզանգեմ էլի պապային։ Ես ուղղակի չեմ ուզում, որ մենք մենակ պապայից սպասենք։ Մենք պետք է ինչ-որ մի բան անենք։ Հաստ ինչ անենք։ Մենք ոչ մի բան էլ չենք կարող անենք, ու գիտես ինչի։ Որովհետև Նորոն իմ ու իր վերջին խոսակցության ժամանակ հստակ ակնարկեց, որ ինքը հետևողական է լինելու, որ ես հանկարծ ոչ մի բան չանամ։ Լավ էլիս, ես էլ ոչ մի բան չեմ ասել։ Մենք լուր կնստենք ու գնայինք թե Մագդան ոնց է վայելում մեր կորցրածը։ Միանգամից նեղանում ես։ Ես ասեցի նստենք ու նայենք ոնց է Մագդան վայելում մեր կորցրածը։ Չէ, ես ուղղակի ասում սպասենք պապային։ Պապան ասել է, որ իրան սպասենք, չէ։ Լավ։ Այսօր կխոսես, չէ՞ հետը։ Մի հատ հասկացի ինչ է էլի ուզում անի։ Հա, կխոսեմ այսօր։ Տես։ Կարիք չեղավ, որ ես զանգեմ։ Ինքը զանգեց։ Դե պատասխանի ում ես սպասում։ Հա, պապ։ Էլիս բալես, ոնց ես, ոչ եմ խանգարում։ Նորմալ։ Դու, ես էլ քեզ էի ուզում զանգեի։ Ո բան չի եղել։ Չէ, ուղղակի ուզում էի իմանայի նորություն չկա։ Կխոսենք այդ մասին բալես։ Ինձ հիմա Նորոյի աշխատավայրի հասցեն է պետք։ Ինչի համար։ Ուզում եմ իմանալ, չի կարելի։ Ուղղակի ուզում ես իմանաս ու վերջ։ Ես ուզում եմ Նորոյի մասին ամեն ինչ իմանալ, ամեն ինչ էլիս։ Էդ ինձ պետք է։ Ուզում եմ հասկանալ ինչ է անում, ինչով է զբաղվում։ Լավ, հիմա կուղարկեմ։ Ինչ ա եղել։ Արի գնանք ճանապարհին կասեմ։
Առանձնապես ոչ մի բանի, ուղղակի ընդհանուր իրավիճակից էինք խոսում։ Իսկ ինձ դες չի թվում։ Էյդոյի դեմքից երևում ա, որ մի բան են չի։ Մի կերպ ա իրան զսպում։ Լուրջ բան չկա ախպեր։ Արշակի հետ այդ Կարենի պահն են քննարկում, մանա գալիս չի կարում գտնի, ես էլ ջղայնացա։ Դեռ նորություն չկա, հա? Չէ, բայց կլինի։ Իսկ ինձ թվում ա, որ չի լինի։ Այդ անասունը վաղուց արդեն փախել ա երկրում չի։ Դժվար կարանանք իրան բռնենք։ Ինչքան պիտի փախացման գա։ Դրան փող ա պետք, ոնց էլ չլինի մի բան անելու է։ Դեռ մենք չպետքա թուլանանք։ Ինքը շատ լավ գիտի, որ իրան ենք փնտրում։ Դրա համար բաց չի աշխատելու։ Ամեն քայլը հաշվար կանում։ Ուզում ես ասես այդ անասունի մոտ կենթանական բնած դա արթնացել է, մենակ գիշերներն է որսի դուրս գալիս։ Ախպեր որ ժամին ուզում ա թող դուրս գա, մենակ թե դուրս գա կարանանք պոչը գտնենք։ Ոչինչ կգտնենք։ Ես արդեն ուրիշ կապեր եմ խառնել։ Վաղն էլ Լանային են դուրս կերում։ Արդեն լավ է, հա։ Հա, լավ է։ Էտա էլի։ Եթե այդ Կարենին չհասցրինք բռնենք, համարենք, որ Լանան շատ շուտ կարա երկրորդ անգամ էլ ընկնի հիվանդանոց։ Էդի լրիվ անասուն է, եթե ինքը որպես տղա կարացել է կնոջ վրա ձեռք բարձրացնի, ինչի պիտի երկրորդ անգամ չանի, որ։ Հա, արևս։ Ալին, բարև, ոնց ես, ինչ ես անում։ Ես դաս, դու։ Ես դասերս ավարտել եմ։ Մուլտիկ էի նայում, հոգնեցի, որոշեցի քեզ զանգեմ։ Ալին, լսի, Նորոն ու Մագդան արդեն հաշտվել են, չէ՞։ Որ Նորոյին խնդրես, հաստատ մեր տուն կբերի քեզ։ Ես դու նորից մեր հանդիպումն ես կազմակերպում։ Դե ինչ անեմ, Ալին, շատ եմ կարոտում քեզ։ Կխաղանք, միասին կնկարենք։ Պապային էլ կասեմ, մեզ համով բաներ կբերի։ Ալինա, հիմա դու դաս ես անում, թե հեռախոսով ես խոսում։ Անջատի շուտ։ Լավ տղերք, ուրեմն սենց ենք անում։ Սպասում եք իմ զանգին։ Եթե ես դրան գտա, կզանգեմ ձեզ կասեմ։ Եթե մարդ ես, հանկարծ ձեզանից որևէ մեկը գտնի իրան կամ տարածքում տեսնի, խնդրում եմ, տակ գլխով որոշումներ չկայացնեք։ Զանգում եք ինձ։ Հասկացանք իրար։ Երևի։ Հա։ Լավ, ուրեմն ես գնամ, ձեզ գործից չկտրեմ։ Նորից եմ ասում, նենց չանեք, որ խնդիրների մեջ ընկնենք։ Ես քեզ կճանապարհեմ։ Ամեն բան ունեմ ասելու։ Յա, ես արդեն գաղտնիքներ ունեք։ Չես խոսում դու։ Լավ։ Տակ, մի րոպե։ Ինչ էիր անում։ Խոսում էի։ Ալինա, դու ինձ արդեն ջղայնացնում ես։ Ես տատ։ Կասես ինչ եմ արել, ընդհանրապես հեռախոսով էի խոսում։ Արևի հետ էիր, չէ՞ խոսում։ Հա, ու ինչ տատ։ Չնայած ինձ թվում է դու հենց այդ պատճառով ես բարեկացած։ Որ Արևի փոխարեն օրինակ Ռոբի հետ խոսայի, սենց չի իրանի, չէ՞։ Նորո ջան, ինչ ա եղել։ Արշակ ջան, ճիշտ ասած Մագդային երեկոյան ուզում էի տեղ հրավիրեի։ Ուզում էի քեզնից թույլտվություն վերցնեի։ Ու մի փոքր ուժ ժամի ենք դուրս գալու, եթե իհարկե դեմ չես։ Չէ, իհարկե դեմ չեմ։ Ես վստահում եմ քեզ Նորո, ու եթե Մագդան քո հետ է, ես անհանգստանալու տեղ չունեմ։
Ճիշտ է, ձեր համար բարդ է լինելու, որ բոլորին բացատրեք, որ ձեր սիրո մեջ ոչ մի սխալ բան չկա։ Բայց պետք է պայքարեք։ Դե հա։ Ես գիտեմ, որ քո ընտանիքի անդամները դեմ են ձեր հարաբերություններին, բայց նաև գիտեմ, որ Մագդան քո կողքին իրան շատ լավ ազգում։ Նաև գիտեմ, որ պահերա լինելու, որ իրան ված կա։ Բայց ես վստահում եմ քեզ ու գիտեմ դու թույլ չես տա, որ այդ պահերին Մագդան իրան մեղավոր զգա։ Հանգիստ տեղի։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Մագդան այս հարցերի մեջ չխառնվի։ Մագդան արդեն խառնված է նորը, որովհետև ոչ Էլիզն է ընդունում ձեր հարաբերությունները, ոչ էլ Թամարը։ Ես պատկերացնում, եթե պատահական իրանք հանդիպեն, թե ինչքան ծանր ու վատ խոսակցություն է իրանց սպասում։ Բայց նորից եմ ասում, ես վստահում եմ քեզ, որովհետև դու քո դիրքն ու տեղը լավ գիտես։ Արշակ, ես լավ գիտեմ, որ ինձ ու Մագդային հեշտ ճանապարհ չի սպասվում։ Այդ ամեն ինչի ես շատ լավ գիտակցում եմ։ Բայց չեմ ուզում, որ դու իմ ընտանիքի մասին հերիք չի ինչ-որ բան ես մտածում։ Մի հատ էլ արտահայտվում ես այդ մասին։ Դու էլ լավ գիտես, որ իմ ընտանիքի ատելության մեջ քո բաժի մեղքն էլ մեծ է։ Հա, գիտեմ։ Ու ես վատ բան չասացի Նորո ջան։ Ուղղակի ասում եմ այն ինչ որ կա։ Դու միշտ իմ ասածների մեջ վատ բան ես փնտրում։ Փորձում ես հակաճառես, բայց ես դա էլ եմ հասկանում։ Ավելի լավը չերկարացնենք, դու դասերը տարա։ Չէ, տատ, չէ։ Այս տան մեջ բոլորդ վատ եք տրամադրված արևի դեմ։ Բայց ոչ դու, ոչ Էլիզը ինձ նորմալ բացատրություն չեք տալիս։ Կարամ ես իմանամ պատճառը, որ ձեզ այդքան վատ եք զգում։ Ուրեմն շատ լուրջ պատճառ կա, Ալինա։ Հասկացիր ու մեր սրտով արա։ Ոնց եմ ես հոգնել ես անորոշ վիճակից։ Լավ, ես մա ոնց հասկանամ, ինչ խնդիր կա մեր ընտանիքների մեջ։ Այս բաբկենը չի։ Հա։ Հա, Արշակ, բայց դու հիմա գնա, լավ, գնա։ Ես չգիտեի, որ ստեղ է։ Երբ ա եկել։ Մի շաբաթ կլինի, բայց ես չեմ ուզում դուք իրար հետ ինչ-որ բան քննարկեք կամ խոսակ, խնդրում եմ քեզ գնա, լավ Արշակ, գնա։ Ես ինչ ես անում դու Արշակ։ Ուզում ես երկրորդ անգամ տունս քանդես, հա։ Լսի, ես քո հետ ոչ մի բառ փոխանակելու ցանկություն չունեմ, լսում ես։ Էն էլ Նորոյի մոտ։ Արշակ, մենք խոսալու ենք ու դու պատասխան ես տալու ինձ։ Դուք ոչ մի բան չունեք իրար հետ խոսալու, ոչ մի բան։ Արշակ, դու ուզում ես գնալ, չէ՞ գնա։ Մի րոպե Նորո։ Շատ ուշ չես եկել պատասխաններիդ հետևից։ Այս փրփուրներից ես կախվում, հա։ Ասեմ չի ստացվի։ Այս անգամ հաստատ չի ստացվելու։ Էս ինչ է այստեղ կատարվում։ Այդ ջան ոչ մի բաներ չի կատարվում։ Հիմա կլինի դու Արշակը գնաք, խնդրում եմ Արշակին կճանապարհես։ Արի Արշակոպար գնացինք։ Արի։ Հա, այսօր փախար։ Չես թվում է տենց հեշտ թողելու են, որ տղուս ուղեղը ուտես, հա։ Չես խոսում, մի հատ կարինի հանգստանաս։ Լսի։ Այդ որ ես հիմա ինձ զուսպ եմ պահում այդ մենակ Նորոյի համար։ Թե չէ ինչ։ Թե չէ որ մեր խոսակցությունը լրիվ ուրիշ կերպ կգնար։ Լսի Արշակ։ Մենք խոսալու ենք, եթե այսօր չէ, ուրեմն վաղը։
ու դու պատասխաններ ես տալու։ Ու քո դիմակը ես պատրելու եմ։ Ես քեզ նորից եմ ասում, քո նման մարդու հետ ոչ մի տալ առնելիք չունեմ։ Հերրու խաղա, բաբկեն, լսում ես հերրու։ Ու ընդհանրապես իմ հետ հանդիպումներ չփնտրես, թե չէ վատա լինելու։ Արշակ չեմ հասկանում, իմ ներկայությամբ սպառնալեկներով ես խոսում, հա։ Ոչինչ, Նորո։ Էդ իրա ոճի մեջ է։ Ինչ ես խոսում։ Լավ ժողովուրդ վերջացրեք, մեծ մարդիկ եք։ Գնացինք Արշակոպար։ Ոնց եք։ Գիտեք չէ ձեր վերջին սիստեման է։ Հա։ Ինչ լավ է։ Կարող եմ ձեզ մի բան խնդրել։ Հա, իհարկե։ Մեկը վաղ ինձ դուրս պիտի գրեք, չէ։ Կլինի այսօր գնամ։ Կներեք, բայց դա ես չեմ որոշում, այլ բժիշկը։ Խնդրում եմ էլի բժշկին ասեք, որ եթե հնարավոր է այսօր դուրս գամ, մեկը այս վերջի սիստեման է։ Ինչի համար ես եկել, հա։ Ով է քեզ հրավիրել։ Ինչի ես եկել։ Էդ արդեն Արշակի ձեռքը ուսի տա հասնում, հա, տղա ջան։ Ես զարմանում եմ, դու ո՞նց ես այդքան ստորանում։ Էդ ի՞նչ է խոստացել։ Քրոջ է։ Ինչ ես խոսում, հա։ Ինչ ես խոսում։ Ինչ ես եկել կյանքս ուտում ես, ինչի համար ես եկել։ Լսի, ես եկել եմ տղա ջան, որ աչքերդ բացեմ, որ մորդ նման սրա նմաններին չհավատաս։ Ինչ եղավ։ Մամատ էլ սրան հավատաց։ Ու ինչ։ Թողեց իր ընտանիքին ու երեխեքին 4 տախտակ մեկ էլ խոնավ հողը, գրկեց ու գնաց։ Ու սրա պատճառով։ Ես քեզ չէի ասել մորս թեման չբացես, հա։ Չէի ասել թեման իմ մոտ չքննարկես։ Ինչի Արշակին ճանապարհեցիր։ Թողեիր դրա դիմակը պատռի։ Ես հիմա ինձ մի կերպ կտիրապետեմ։ Ոչ մի բան չեմ անի։ Կհամարեմ, որ այս ամեն ինչը չի եղել։ Դու չես եկել։ Մենակ գնա։ Գնա մաքրվի մեր կյանքից։ Ես չեմ ուզում դու իմ կյանքում լինես, ես հեր չունեմ, լսում ես։ Իսկ ինչ վերաբերվում է Արշակին, հա, կարող է Արշակի մաչքի լույսը չի։ Բայց այդ մարդը հենց նոր ստեղ շատ ճիշտ բան ասաց։ Դու շատ ուշ ես եկել քո պատասխանների հետևից, լսում ես։ Շատ ուշ, հիմա գնաց տեղից։ Նորո, ես հիմա ոչ մի բառ չեմ ասում տղա ջան, բայց հավատա ես այդ Արշակի դիմակը պատռելու եմ։ Ու այս օրը լավ հիշի, օրը գալու է դու փոշմանելու ես, որ թողել ես դրա ձեռքը ուսիդ հասնի։ Հազիվ ինձ զսպեցի։ Տենում ես դրան։ 10 տարի անց հայտնվել է ուզում է ինչ-որ եղանակ փոխի։ Ահա որ անհաջող մարդ է։ Հետո ինչ-որ ընկերոջը սերն է։ Անհաջող է, բա ինչ է այդո։ Երիտասարդ կնոջ երեխեքի հետ թողել ու տարիներով կորել է։ Բայց ապրես Արշակոպար, քեզ ճիշտ պահեցիր։ Նորոյի մոտ գրիչ չսարքեցիր։ Այ դու ջան, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ծնողը ինչքան էլ որ վատ լինի, մնում է ծնող։ Ես իսկ թույլ չէի տա Նորոյի մոտ իր հորը նվաստացնեի։ Չնայած բոլոր իրավունքները ունեի։ Թե ասա այսքան տարի հետո եկել ես, ինչ ես ուզում։ Մարդ դրանից բան չի հասկանում։ Դու լսեցիր ինչ ասում։ Ասում է եկել եմ դիմակդ պատռեմ։ Ինձ իրա տեղն ա դրել։ Գիտի թե իրա նման 10-30 ման եմ գալի։ Ես զարմանում եմ, այդ ինչ խղճով է միջև հիմա ապրում։
Ես Շուշանի հետ հավասար իր երեխեքի համար պայքարել եմ։ Ամեն ինչ արել եմ, որ այդ երեխեքը լավ ապրեն։ Շուշանի մահից առաջ ես իրան խոստացել եմ, որ երեխեքին օգնելու եմ ու տեր եմ կանգնելու։ Հիմա այս ամեն ինչի միջով անցնում եմ, վիրավորանքը կուլ եմ տալի, որ իմ խոստումը կատարեմ։ Իսկ սա 10 տարի անց եկել է ուզում է սեփական երեխեքի կյանքը խորտակի։ Բայց ինձ թվում է էլի է հանդիպումներ փնտրելու արշակոպր։ Գիտեմ։ Դրա մտքին հաստատ մի բան կա։ Բայց ես իր մակարդակին չեմ իջնի։ Նոր ես անգամ չգիտեմ ուր են գնալու, բայց հույս ունեմ ինչ-որ ռոմանտիկ ընթրիք ես պատրաստել, որովհետև դասական եմ հագնվել։ Հույս ունեմ այս անգամ էլ ինձ խոհանոց չես տանելու, ասես փախլավա պատրաստի։ Էլ չեմ դիմանում։ Արիլյանը էլ էստեղ է Նորոյի հետքերով գնում։ Ինչ ա եղել Թամարտատ։ Ամբողջ օրը Արևի հետ է խոսում։ Այսօր պատահական անցնում էի սենյակի մոտով, լսեցի, որ Արևը Ալինային ու Նորոյին իրանց տուն է հրավիրում։ Դե ես էլ ոչ զարմանում եմ, ոչ էլ։ Մարդիկ իրանց ուզածին հասնում են։ Ուղակի հասնում են ու վերջ։ Իսկ ինձ թվում է, որ պետք է Ալինային պատմել, որ papan հետ է եկել։ Բայց Նորոն… Ինչ Նորոն։ Նորոն ինչ։ Նորոն ասել է, որ Ալինային չխառնենք այս պատմություններին։ Տատի, Ալինան մեծ աղջիկ է։ Ու ինքը իրավունք ունի իմանալու, որ իր papan հետ է եկել։ Էլիզը ճիշտ է ասում, Թամարտատ։ Ինձ թվում է բաբկենը կկարողանա այնպես անի, որ Ալինան Արշակին էլ մոռանա, Արևին էլ մոռանա։ Բա որ Ալինան էլ Նորոյի պես վերաբերվի։ Չեմ կարծում։ Ալինան երեխա է։ Չի կարող տենց կտրուկ վերաբերվել։ Ու հետո ես ինձ իրոք վատ եմ զգում։ Ավելի լավ է մենք պատմենք, թող ինքը որոշի ինչ է ուզում անի։ Համ ուզում եմ իմանա, համ չեմ ուզում։ Երեխեն հազիվ առողջացել է։ Դեղերը օգնում են։ Բա որ հանկարծ իմանա ու էլի վատանա։ Չէ, տատ, ոչ մի բան չի լինի։ Բաբկենը շատ է ուզում երեխու հետ ծանոթանա։ Ամեն օր ասում է հիշացրեք, ասեք, համոզեք։ Սրտիցս արուն է կաթում, որ իրանք իրար չեն ճանաչում։ Ինձ թվում է ես կկարողանամ Ալինայի հետ խոսալ ու ինքը ինձ կհասկանա։ Եթե կարողանաս այնպես անել, որ հասկանա նենց ոնց դու, շատ լավ կլինի Էլիս։ Ինձ թվում է կկարողանամ։ Մագդա, ես գիտեի արդեն գնացել ես։ Չէ, Նորոն չի եկել ու ոչ էլ զանգել է։ Լավ, մի քիչ էլ համբերի, կարող է հարմար չի։ Այս պահվածքը Նորոյին նման չի։ Դու լավ գիտես, ինքը միշտ կես ժամ շուտ է գալիս ու ինձ 1000 անգամ զանգում է։ Ինչի համար է ժպտում։ Երանի ձեզ երեխեք ջան։ 1000 երանի։ Այդ ինչի։ Դե դուք նոր ձեր սերը վայելում եք։ Ես քեզ ինչ եմ ասում, դու ինձ ինչ ես ասում։ Ինչքան անհամբեր աղջիկ ես։ Մի քիչ էլ համբեր էլի։ Այդ ինչ անեմ, ախպեր։ Ինչ անեմ, որ պրստեմ այդ մարդուց, կասես։ Ինչ պիտի անես Նորոն։
Ծնողը դա ոչ մի բան չես կարող անես։ Հա բայց ինչքան կուլ տամ իր ասածները, իր արածները։ Հասկանում ես ինքը իմ համար չկա գոյություն չունի ոչ որպես մարդ, ոչ որպես ծնող, ես իրան չեմ ընդունում, հասկանում ես։ Ինչ անեմ, ախպեր։ Հա, հասկանում եմ։ Բայց ամեն դեպքում չես կարող հետը վատ վարվես նորո։ Դու դրանից հետո քեզ ինքդ չես հարգի։ Չեմ հասկանում ինչի համար ես դու անջատում։ Նորո այդ աղջիկը ինչ մեղք ունի, ինչի չես պատասխանում։ Գոնե պատասխանի ասա, որ հարմար չի։ Այդ ջան չես տեսնում վիճակս։ Եթե չեմ պատասխանում, ուրեմն նշանակում է, որ հարմար չի, պետք է հասկանա։ Ալո։ Ուր ես նորը մի ժամա ես քեզ եմ սպասում։ Վայ, ոնց էի մոռացել։ Այսինքն մոռացել էի։ Ինչ էիր մոռացել էիր, որ ժամադրել ես ինձ։ Ես այս ժամին Արշակին խնդրում եմ, որ թողնի դուրս գամ, դու ասում ես մոռացել եմ։ Մագդա կլինի հանգստանաս։ Մարդ չի մեռել, որ հետս տենց ես խոսում։ Նորո։ Ինչ Մագդա, եթե չեմ եկել, չեմ զանգում, ուրեմն նշանակում է, որ հարմար չի, չէ։ Գոնե հարցնես ինչ ա եղել, մի հատ էլ նեղանում ես։ Էդ ինչ պետք է եղած լինի, որ մոռանաս իմ մասին։ Մոռանաս, որ ես տանը նստած անհամբեր սպասում եմ, թե երբ ես գալու։ Մագդա եղել է։ Եղել է, որ չեմ հիշել, որ չեմ զանգել։ Ինձ մի սպասի, լավ։ Չեմ գալու։ Հետո կխոսենք։ Էլի վիճեցիք։ Սպասիլ, կանգներա։